Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում Բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Առանց ազատ ընտրությունների ժողովրդավարություն չի լինում։ Մյուս կողմից առանց կայացած ժողովրդավարության ընտրությունները իրապես ազատ լինել չեն կարող։ Որքան ամուր են մեր ժողովրդավարության հիմքերը եւ արդյոք պատրաստ ենք դիմակայելու ներքին եւ արտաքին մարտահրավերներին, այսօր կքննարկենք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասնագետ Անդրանիկ Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սկսենք ժողովրդավարության առողջությունից։ Ուզում եմ ձեզնից հետաքրքրվել, որքանով առողջ է մեր ժողովրդավարությունն այսօր, որովհետև գիտենք, որ հանրային դիսկուրսում ոչ միայն այս հարցով, բայց հատկապես այս հարցով շատ կտրուկ տարբերություններ կան դիտանկյունների։ Մի կողմից կարող ենք լսել ապոկալիպտիկ դատողություններ, մահամերձ է ժողովրդավարությունը, գուցե մահացել է արդեն ժողովրդավարությունը, եւ մյուս կողմից, որ ամեն ինչ այնքան լավ է, որ ավելի լավ լինել չէր կարող, եւ ժողովրդավարությունը կայացած փաստ է, անշրջելի փաստ է, եւ մենք ապրում ենք արդեն այդ երանելի երազած ժողովրդավարության մեջ։ Ես ուզում եմ մենք մեր այս տաղավարում ռացիոնալ դիսկուրս խրախուսենք եւ օբյեկտիվորեն դատենք մեր ժողովրդավարության ներկայիս վիճակի, առողջության, խոցելիության, ամրության մասին։ Ինչ կարող եք ասել մեզ։ Նախ եւ առաջ երևի թե փաստենք, որ աշխարհում անգամ ամենակայացած ժողովրդավարությունները, որոնք որ մենք ընկալում ենք որպես էտալոնային Հայաստանի համար, անգամ դրանք իդեալական չեն ու բոլոր ժողովրդավարական պետություններում, ովքեր ունեն այդ պատմական փորձը ժողովրդավարություն լինելու, այդ երկրներում եւս կան շատ լուրջ խնդիրներ։ Սա չեմ ասում արդարացնելու համար Հայաստանում ժողովրդավարական խնդիրները, բայց երևի թե այս քննարկումը սկսելու համար լավ կլինի մենք ինքներս մեր համար հասկանանք, թե ինչ նկատի ունենք առհասարակ առողջ ժողովրդավարություն ասելով, որովհետեւ Հայաստանի պարագայում իմ կարծիքով մենք չենք կարող խոսել առհասարակ առողջ ժողովրդավարության կամ կայուն ժողովրդավարության մասին, որովհետև Հայաստանը որպես պետություն առհասարակ չունի այդ ժողովրդավարության պատմական փորձը։ Մենք առաջին քայլերն ենք անում եւ որպես պետություն եւ որպես հասարակություն հասկանալու համար, թե ինչ է ժողովրդավարությունը։ Ես շատ եմ մտածում նրա մասին, որ մենք էլի որպես հանրույթ մասնակցեցինք հեղափոխությանը, որը միտված էր Հայաստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար, բայց միևնույն ժամանակ մասնակիցներին եթե հարցնենք ինչպես են իրենք մեկնաբանում ժողովրդավարություն, մեկնում ժողովրդավարությունը, ինձ թվում է որևէ երկու միանման տեսակետի չենք հանգի։ Ցավոք սրտի մենք Հայաստանում չունենք այդ պատմական փորձը, ինչպես նաև չունենք այդ քաղաքացիական կրթությունը եւ գիտակցությունը հասկանալու համար, թե ինչ է ժողովրդավարությունը։ Հայաստանի մասին խոսելիս մենք շատ հաճախ օգտագործում ենք այդ ընտրական ժողովրդավարություն տերմինը կամ ընդհանցակարգային ժողովրդավարություն տերմինը, որովհետև այո, հաստատվել է այսպես վերաբերմունք ընտրական process-ների նկատմամբ եւ ժողովրդավարությունը հավատում եւ վստահում է ընտրական process-ներին եւ բարձրացել է լեգիտիմությունը դրանց նկատմամբ։ Բայց սրանից անդին ժողովրդավարական process-ները Հայաստանում եւ ժողովրդավարությունը շատ է խոսում այդ ինստիտուտների մասին, ժողովրդավարական։ Դրանք դեռևս Հայաստանում ամուր չեն ու այստեղ են հիմնական խնդիրները։ Հայաստանում կա մրցակցային միջավայր, մրցակցային ժողովրդավարություն, կա բազմակարծություն այն առումով, որ նաև ընտրական process-ներին մասնակցում են բազմաթիվ կուսակցություններ եւ կարելի է ենթադրել, որ գալիք ընտրություններում եւս բազմաթիվ կուսակցություններ են մասնակցելու, որոնք ունենալու են բազմաժանր գաղափարախոսություններ, որոնց միջև շատ դժվար է նաև լինելու ընտրություն կատարել։ Սա ժողովրդավարության ամրապնդման համար իհարկե կարևոր քայլ է, բայց միևնույն ժամանակ Հայաստանում էլի առողջ եւ կայուն ժողովրդավարության մասին խոսելը շատ վաղ է, որովհետեւ կան մի շարք նախապայմաններ, օրինակ քաղաքացիական հասարակությունը, ազատ ու անկախ մեդիան, թեև դրանք սակավաթիվ են, բայց դրանք գոյություն ունեն, բայց միևնույն ժամանակ իմ կարծիքով մեծագույն խնդիրը հենց այդ քաղաքացիական գիտակցության մեջ է, արդյոք մեր հասարակությունը ընդհանուր առմամբ հասկանում է, թե ինչ է ժողովրդավարությունը ու ինչ է պահանջում իշխանություններից։ Այ կարծում եմ, որ այստեղ ենք մենք կաղում ու այստեղ է այն պատճառը, թե ինչու Հայաստանը դանդաղում է բարեփոխումների գործընթացում, որովհետև
չկա նաև հանրային պահանջը այդ բարեփոխումների։ Ղարաբաղյան պատերազմ եւ այլ մի շարք խնդիրների պատճառով կարծես թե ուշադրությունը հասարակության շեղվել է այլ տեղ, բայց միևնույն ժամանակ ինձ թվում է մարդիկ այդքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ է ժողովրդավարությունը, ինչ են ուզում պետությունից։ Շատ կարևոր ընտրություններ են սպասվում 2026 թվականին բոլոր փորձագետների եւ դերակատարների գնահատմամբ եւ այս կոնտեքստում ուզում եմ մի քիչ ավելի մանրամասն խոսենք այդ մեր այսօրվա ժողովրդավարության հիմնական ձեռքբերումների եւ հիմնական խոցելիությունների մասին ընտրություններին համար բարենպաստ միջավայր ապահովելու կոնտեքստում իհարկե շատ կարեւոր է որ ժողովուրդը ինքը ինչ որ ձևով համընդհանուր սահմանում տա ժողովրդավարությանը եւ համընդհանուր պահանջներ ձևակերպի, բայց այսօր դրա մասին թերևս խոսելը դեռ վաղ է, բայց ինչ է արել եւ ինչ դեռ չի արել եւ պետք է անի կառավարությունը, պետությունը ինքը իր տարածքում որտեղ ֆրչակել ենք ժողովրդավարությունը եւ կառավարությունը կարծես թե չի համենայն դեպս չի հայտարարում նրա մասին որ շեղվում, պատասխանում է շեղվել այդ ուղուց ինչ ենք արել մինչեւ հիմա ինչ ձեռքբերումներ ունենք եւ ինչ խոցելիություններ ունենք ընտրություններին ընդառաջ հենց ընտրական գործընթացը լավ կազմակերպելու համար եւ լավ ասածը նկատի ունենք որ այո ազատ, արդար եւ մրցակցային լինեն ընտրությունները եւ վստահությունը բնականաբար լինի բարձր դրանց նկատմամբ։ Ընտրությունների լավ կազմակերպման համար իմ կարծիքով Հայաստանում մի շարք նախապայմաններ կան ու երևի թե հենց առաջինը ընտրական process-ների նկատմամբ հանրության վստահությունն է, այսինքն մարդիկ վստահ են, իհարկե բացառություններ միշտ կան, բայց ընդհանուր առմամբ մարդիկ վստահ են, որ ընտրական process-ները այո լինում են ազատ, արդար, անկախ եւ որևէ միջամտություններից, գոնե անօրինական միջամտություններից, որոնք կարող են ազդել ընտրությունների ելքի վրա, այդպիսի միջամտություններ տեղի չեն ունենում։ Եվ սա կարևորագույն նախապայման է, ինչպես նաև եւ տեղական եւ միջազգային դիտորդները նախորդ բոլոր ընտրությունների մասով սա փաստել են։ Ուժեղ եւ ակտիվ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք նաեւ դիտորդական դեր են ստանձնում ընտրական process-ներում, ելի կարևորագույն նախապայման են ընտրական process-ների լավ կազմակերպման համար, որովհետեւ այս կառույցները այդ watchdog-ի, այսինքն դիտորդի դերն են կատարում ու սա շատ կարևոր է, որովհետեւ ոչ մի իշխանություն հավերժ լավը չէ ու միշտ էլ առաջ համեն խնդիրներ ու հենց սրա համար են այդ զսպիչների մեխանիզմները շատ կարևոր ու այս պարագայում Հայաստանում քաղաքացիական հասարակությունն է դերը ստանձնում։ Ազատ մամուլը եւս կարևորագույն նախապայման է ու կարող ենք ասել, որ Հայաստանում կա ազատ մամուլ, որքանով է դա անկախ, որքանով է այն զերծ տարբեր քաղաքական, տնտեսական ազդեցություններից սա ուրիշ հարց է, բայց միևնույն ժամանակ այո կարող ենք փաստել, որ կան մի շարք մեդիա կազմակերպություններ, ովքեր կատարում են էլի այդ դիտորդի դերը, հետաքննություններ են անում եւ սրանք ինչ որ հետևանքներ նաեւ ունենում են ընտրական process-ների վրա։ Ու առհասարակ ազատ խոսքը, էլի համեմատելով տարածաշրջանային մյուս երկրների հետ, կարծում եմ, որ Հայաստանում մենք ունենք խոսքի ազատության զգալի աճ, կան իհարկե մի շարք մտահոգություններ, բայց միևնույն ժամանակ էլի հաշվի առնելով, որ Հայաստանի մասին խոսելիս մենք չենք խոսում որպես կայացած ժողովրդավարություն, ազատ խոսքը ու բազմակարծությունը Հայաստանում հասել է մի մակարդակի, որ մենք կարծես թե ապահով ենք զգում քննադատել իշխանություններին, քննարկել ինչ-որ հարցեր նաև, որոնք որ նախկինում տաբու էին, նաև հարցադրել մեր անցյալի հետ կապված որոշ հարցեր, որոնք նաև մեծապես կապված են մեր ներկայի հետ, ընտրությունների հետ։ Նաև կներեք այնքան ազատ, որ արդեն խոսակցությունները վաղուց կան, թե ինչպես զսպել ազատությունը, իհարկե զսպել օրինական էլի միջոցներով, բայց այո, այսինքն դա կարծում եմ շատ տարածված կարծիք կլինի, որ այո, խոսքը Հայաստանում ազատ է այսօր։ Շատ ճիշտ եք նշում ու սա իշխանություններն են շատ հաճախ ասում, որ օրինակ իրենց քննադատում են տարբեր հանդիպումների ժամանակ, որ խոսքի ազատության սահմանները շատ են մեծացել։ Ես անձամբ կարծում եմ, որ նման երևույթ առհասարակ, որ խոսքի ազատության սահմանները շատ են մեծացել, գոյություն չունի, որովհետև դա միշտ
վտանգներ կարող է ստեղծել, հա, այդ ազատության սահմանափակումները։ Ուղղակի երևի խոսքի ազատությունը պետքա սահմանվի եւ ճիշտ ընկալվի բոլոր կողմերից, այսինքն որ խոսքի ազատություն օրինակ չի նշանակում տարբեր բաներ, որոնք օրենքով արգելված են, այսինքն սպառնալիքներ, որովհետեւ խոսքի ազատությունը կարող է ընկալվել նաեւ այնպես, որ ինչ կուզեմ, այն էլ կասեմ, որը այդպես չի իհարկե օրենքով ունենք սահմանափակումներ։ Լավ, իսկ ինչ չի հաջողվել կամ ինչ խոցելիություններ ունենք, այ նաև վերջերս այդ խոսակցությունները էլի շատ են նրա մասին, թե որքանով է փխրուն մեր ժողովրդավարությունը, որովհետև նաև դիտարկելով աշխարհի կատարվելիքը կարող ենք ասել, որ նույնիսկ ամենակայացած ժողովրդավարությունները ռիսկի ձեռք չեն, որ մի օր կարող է ինչ-որ մի բան փոխվել եւ հետընթաց արձանագրվել։ Մեր ժողովրդավարությունը ինչքանով է այս նորածին, հա, ինչքանով է խոցելի եւ որ ուղղություններով հիմնականում։ Եվ եթե շատ խոսեցինք այդ կայացած ինստիտուտների մասին ու ժողովրդավարության մասին խոսելիս, այդ առաջին բանն է, որ մասնագետները նշում են ու հենց այստեղ է, որ կարծում եմ իշխանությունները չեն կարողացել հասնել ցանկալի արդյունքի Հայաստանում ժողովրդավարության ցանկալի մակարդակի հասնելու համար կայացնել ինստիտուտները դրանք նաև ընտրական process-ներն են, նաև մարդկանց վստահությունը առհասարակ ընտրությունների նկատմամբ մասնակցայնության աստիճանը ու երևի թե հաջորդ բանը, որ կնշեի, նաև այդ ընտրական process-ների մասնակցության աստիճանն է Հայաստանում, ամբողջ աշխարհում առհասարակ, բայց Հայաստանում մասնավորապես նաև իմ կարծիքով ունենք այդ democracy fatigue ասված է, այսինքն հոգնածություն այս process-ներից, սա շատ լավ ցույց տվեց վերջին դիմ ընտրությունների արդյունքները մասնակցության մասով եւ Երևանում եւ Գյումրիում, եթե չեմ սխալվում, շատ ցածր մասնակցության աստիճան կար։ Առհասարակ իմ կարծիքով չմասնակցելը եւս քաղաքական դիրքորոշման մասին է խոսում, բայց Հայաստանի մասով առհասարակ սա նաեւ նրա մասն է, որ մարդիկ հոգնել են այս process-ներից եւ չկա վստահություն այս process-ների նկատմամբ։ Նաեւ հարցումներն են ցույց տալիս, որ մարդկանց մոտ կա ուժեղ անվստահություն վստահություն կներ process-ի նկատմամբ, թե process-ի մասնակիցների, այսինքն օրինակ ասում են, չգիտեմ ում ընտրեմ, այսինքն ընտրություն չկա, դրա համար չեմ գնում, թե այսինքն ընտրություններին չեն, որտեղ մինչև այդ խոսում ենք, որ ընտրություններին կարծես մարդիկ լեգիտիմ են, ընտրությունները լեգիտիմ են, արդյունքները չեն կասկածի տակ դնում կարծես, բայց հավանաբար հոգնածությունը վերաբերվում է այդ մասնակիցներին եւ իրենց օրակարգերին, ես չգիտեմ։ Այո, որովհետեւ քաղաքական ուժերը նույն ուժերն են, որոնց մենք տեսել ենք Հայաստանում նախորդ տասնյակ տարիների ընթացքում, նույն դեմքերն են, նույն օրակարգերը, որոնք չեն փոխվում ու իմ կարծիքով հասարակությունը կարիք ունի նոր ու թարմ օրակարգերի, որոնք որ կարող են ազդել իրենց կյանքի որակի վրա ու հենց այստեղ է, որ թե իշխանությունները, թե խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմությունները կարծես թե չեն կարողանում լսել մարդկանց ձայն ու տալ հասարակության, առաջարկել հասարակություն օրակարգեր, որոնք մարդկանց համար կարևոր կլինեն, հա, օրինակ դրանք սոցիալական հարց, ու սրանք նաև մեծապես ազդում են այդ թե ինչն է վտանգը, հա, ժողովրդավարության համար, նաև օրինակ սոցիալական խնդիրները, աղքատության մակարդակը, սրանք բաներ են, որ իհարկե կարելի է էլի նայելով ինչ որ վարկանիշների համոզվել, որ Հայաստանում ինչ որ իրավիճակ էս մասով փոխվել է, բայց քանի դեռ մենք Հայաստանում ունենք սոցիալական ցածր վիճակում եւ ծանր վիճակում գտնվող մարդիկ, ընտրական process-ները չեն կարող լինել միանշանակ վստահելի այն առումով, որ այս մարդիկ սովորաբար շատ ավելի բաց են եւ կոռուպցիայի առաջ եւ մեդիա մանիպուլյացիաների առաջ ու սա նաեւ կապված է ձեր հարցին, թե ինչ իշխանությունները չեն կարողացել անել, հա, եւ լուծել այս սոցիալական խնդիրները, որում գտնվում են մարդիկ, ինչպես նաեւ պաշտպանել հասարակությանը այդ մեդիա մանիպուլյացիաներից, ապատեգատվությունից, վերջերս շատ հաճախ օգտագործում է այդ հիբրիդային գրոհներ ասվածը։ Սրա շատ լավ օրինակ էր, թե ինչ է մեզ սպասվում 2026 թվականներին Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունները, Մոլդովայում ընտրությունների ընթացքում արտաքին ուժերի ու հատկապես Ռուսաստանի կողմից միջամտությունները շատ մեծածավալ էին, հսկայական գումարներ էին ուղղվել Մոլդովայում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար,
Մոլդովայում իշխանությունները երկար տարիներ աշխատում էին այս ուղղությամբ, պաշտպանելու ընտրական process-ները, արդյունքները միջամտություններից, քաղաքացիական հասարակություններ ուժեղ, միևնույն ժամանակ ունեին աջակցություն եվրոպական երկրների կողմից այս process-ները հնարավորինս այդ վստահությունը այս process-ների նկատմամբ ապահովելու, այս արտաքին միջամտությունները նվազեցնելու համար Հայաստանի պարագայում դեռ չի նկատվում իշխանությունների կողմից այդ ակտիվ պայքարը այս հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու համար, որովհետև մենք խոսում ենք հիբրիդային հարձակումների մասին Հայաստանում հատկապես այս վերջին շրջանում, վերջին ձերբակալությունների մասով, բայց կարծում եմ, որ դրանք շատ ավելի համընդգրկուն են, իրենք շատ կարևոր է էլի ինստիտուտների ուժեղ լինելը, որովհետև տեղային ինչ-որ լուծումները որևէ կերպ չեն նպաստելու այս ազդեցությունների նվազեցմանը, հա։ Կներեք, տեսեք Մոլդովայի մասին խոսելիս մյուս կողմը, ընդդիմադիր կողմը օրինակ է բերում Մոլդովայի ընտրությունները որպես շատ վատ օրինակ եվրոպական միության, արևմտյան միջամտության երկրի ընտրական process-ներում եւ մեղադրում են բնականաբար Մոլդովայի իշխանություններին, որոնք այդ տեսեք ինչ բռի մեթոդներով իրենց, հա, ինչ որ կարելի է մոտավորապես ցիտել, ինչպես իրենք պայքարեցին, այսինքն թույլ չտվեցին, որպեսզի կայանան ազատ ընտրություններ, այսինքն մարդիկ իսկապես պատրաստվում էին գնալ ընտրել ընդդիմության, իսկ այ իշխանությունը փակեց հա, կարծեմ վերջում նույնիսկ այդ որոշումը կայացվեց կուսակցություն արգելելու կուսակցության մասնակցություն եւ այլն, այսինքն այդ մեթոդները մի տեսանկյունից կարող են համարվել շատ adekvat, որովհետեւ դա արձագանք է ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություններին, մյուս կողմից էլ կարող է անցալվի, որ այսինչ է կանում, այսինքն ինչպիսի երկակի ստանդարտներ, հա, ինչի է արգելում, ինչի է սահմանափակում։ Հիմա մեր դեպքում հատկապես այդ ոնց պետք է այդ բալանսը գտնենք, էլի, որտեղ արտաքին միջամտությունները ամբողջ աշխարհում երևի թե ահագնանում են եւ այս նոր գործիքների, նոր տեխնոլոգիաների դարաշրջանում շատ ավելի հեշտ է դարձել այդ ամեն ինչը մենք ինչ պիտի ոնց մեզ ինչ է սպասվում այս առումով եւ մենք կառավարությունից օրինակ ինչ ենք ակնկալում որ ինչ անի Մոլդովայի օրինակը վերցնի որպես պայքարի լավ մեթոդ թե ինչ որ ուրիշ բաներ կիրառի Եթե չեմ սխալվում, Մոլդովայում կուսակցության գործունեությունը արգելելուց հետո իրենք նոր կոալիցիա հիմնեցին, բայց չհասցրին նաև այդ ամբողջ արշավը իրականացնել ձայներ հավաքելու համար։ Մոլդովայի կոնտեքստը ամեն դեպքում մի քիչ այլ է, որովհետև Մոլդովայում այդ ինստիտուտների ամրապնդման գործընթացը իմ կարծիքով շատ ավելի վաղ էր սկսվել, նկատի ունենալով այն բոլոր միջամտությունները արտաքին, որ լինելու էին, քան Հայաստանում։ Հայաստանում միգուցե իշխանությունների բավարար ռեսուրսներ չունենալու, միգուցե էլի այն բոլոր օբյեկտիվ պատճառներով կամ ցանկություն չունենալու, չգիտենք։ Հայաստանում հնարավոր չեղավ ամրապնդել այդ ինստիտուտները։ Երբ որ մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես է ժողովրդավարությունը իրեն պաշտպանում հակաժողովրդավարական process-ներից, կա այդ տեսության մեջ պաշտպանական ժողովրդավարություն ասվածը militant democracy, երբ որ ժողովրդավարությունը փորձում է պաշտպանել իրեն երբեմն նաև հակաժողովրդավարական ձևերով, մեթոդներով։ Սրա օրինակ կարող ենք համարել օրինակ այն, երբ որ Եվրոպական միության տարածքում արգելվեցին ռուսական պրոպագանդիստական լրատվամիջոցների գործունեությունը կամ աշխարհի շատ երկրներում էլի ժողովրդավարական կան օրենքներ ատելության խոսքի դեմ, այսինքն հա ինչ-որ սահմանափակումներ խոսքի ազատության հետ կապված եւ այլն։ Բայց սրա համար շատ կարևոր նախապայման է, որպեսզի իշխանությունները չգործեն միանձնյա կերպով, որպեսզի այդ զսպիչների եւ հակակշիռների համակարգը, որպեսզի ինստիտուտները կայացած լինեն, այսինքն այդ ինստիտուտներն են պայքարում այդ հակաժողովրդավարական շարժումների դեմ եւ ոչ թե իշխանությունները, ոչ թե իշխանությունների գլխին կանգնած առաջնորդը, հա, ու հենց այստեղ է որ խնդիր է առաջանում, թե ինչպես Հայաստանը կարող է պաշտպանել, եթե անգամ Հայաստանի կոնտեքստում մենք խոսենք
այնպիսի process-ների մասին, ինչպիսին Մոլդովայում էին տեղի ունենում, կամ այն արձագանքի մասին, որոնք Մոլդովայում էր տեղի ունենում, արդյոք Հայաստանում կան այդ կայացած ինստիտուտները, որպեսզի կարողանան իրենք պաշտպանել իրար առանց քաղաքական կուսակցական միջամտությունների, սրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնելու համար երկար պիտի քննարկենք, բայց ինչ ենք ակնկալում իշխանություններից։ Իմ կարծիքով իշխանություններից մեր ակնկալիքները արդեն ընտրություններից սկսված ձևավորվել էին, Հայաստանում ժողովրդավարական process-ները ամրապնդել եւ ունենալ դուրս գալ այն անցումային ժողովրդավարության, հիբրիդային ժողովրդավարության փուլից, որում մենք գտնվում ենք արդեն հեղափոխությունից սկսած, բայց ցավոք սրտի մենք չենք տեսնում այս մասով որևէ առաջխաղացում ու էլի շատ ապացուցված է, որ այս անցումային ժողովրդավարությունների համար ամենադժվարը այս փուլից դուրս գալն է ու շատ երկրներ հենց այստեղ էլ մնում են կամ սկսվում է հետընթաց։ Դեռ ակտուալ է այն դիսկուրսը, որ պատերազմից հատկապես հետո շատ ահագնացավ դա, դեռ ակտուալ է այդ խոսույթը, որ եթե ժողովրդավար չլինեինք, կլինեինք անվտանգ։ Եվ արդյոք այդ նարատիվը օգտագործվելու է ըստ ձեզ նաև այս ընտրությունների ժամանակ համոզելու համար ընտրողներին, որոնք որ դեռ կողմնորոշված չեն, որ լավ չեք ուզում նախընտրած տեխնացություն եք, գոնե կուսակցություն չունեք, գոնե ընտրեք այնպիսի կուսակցություն, որը կգա այսպես ուժեղ ձեռքով, ամուր բանով կգա եւ այդ ժողովրդավարությունը դա այսպես շատ խարխուլ եւ անպաշտպան նաև այդ թվում ժողովրդավարության կանոնների բերումով անպաշտպան մի համակարգ է, որը մեզ բերում է այսպիսի վատ արդյունքների։ Կարծում եմ, որ ակտիվ է, ոչ այնքան, որքան հատկապես այդ պատերազմական շրջանում ու քանի որ վերջին միգուցե տարվա ընթացքում մենք գտնվում ենք քիչ թե շատ կայուն անվտանգային իրավիճակում, երբ որ կարծես թե սահմանային լարվածությունները նվազել են, այս խոսույթը իմ կարծիքով եւս նվազել է ու ուժեղ նարատիվը ընտրական process-ներից առաջ լինելու է խաղաղություն, այ որ ուժն է կարողանալու խաղաղություն բերել Հայաստանին եւ թե ինչպես են փաթաթավորելու այդ խաղաղությունը, մի ուժը միգուցե խոսի նրա մասին, որ խաղաղություն բերելու է ժողովրդավարության միջոցով եւ ժողովրդավարության արդյունքում է Հայաստանում եկել խաղաղություն, մյուսները կարող է խոսեն նրա մասին, որ խաղաղություն գալիս է միայն անվտանգային համակարգը ուժեղացնելու միջոցով կամ միանձնյա կառավարման միջոցով կամ այդ ուժեղ տղամարդ, այդ հայրիշխանական տղամարդ առաջնորդ ունենալու միջոցով սրանք նարատիվներ են, որ վստահաբար կտարածվեն ու արդեն տարածվում են, դրանք մենք տեսնում ենք, իրական չեն էլ փոխվում շատ այս նարատիվները, ինչը եւս շատ խոսում է մեր քաղաքական մտքի լճացման մասին, որովհետև տարիներ շարունակ այս նույն խոսույթների մեջ են գտնվում, պետք է պարզ լիներ, որ եթե դրանք չաշխատեցին 21 թվականին, հիմա եւս պետք է որ չաշխատեն, բայց կարծում եմ, որ դրանք էլի շատ ակտիվ տարածվելու են Հայաստանում ու էլի խաղաղությունը որպես հիմք օգտագործելով դրա շուրջ կառուցվելու են տարբեր նարատիվներ ըստ իրենց գաղափարախոսության։ Նաև երբ որ խոսում ենք արտաքին միջամտությունից, երևի բոլորի համար ակնհայտ է, թե որ կենտրոնից ենք ակնկալում այդ արտաքին միջամտությունը, բայց մյուս կողմից կան կարծիքներ, որ օրինակ նույն արևմտյան բևեռը գուցե ոչ թե միջամտում է Մոլդովայի բանով, ավելի այդքան ակտիվ ներգրավվածությամբ, բայց օրինակ միջամտություն է նաև այն, որ կարծես էլի երկակի ստանդարտներ են, որ չեն քննադատում գրեթե ոչ մի բան, այսպես ամենանդեպս հանրային հաղորդակցության մեջ այս բանն է օգտագործվում, որ չեն քննադատում ոչ մի բան, այ մենք ունենք այսքան քաղբանտարկյալներ, այ մենք մեր ժողովրդավարությունը մահանում է, իսկ եվրոպական ինստիտուտները շարունակում են ասել, որ Հայաստանը ժողովրդավարական մեծ առաջընթաց ունի եւ խնդիր չեն տեսնում։ Այդ ինչպես ստացվեց, որ չեն տեսնում խնդիր։ Արդյոք դա չի նշանակում, որ իրանք իրանց քաղաքական շահերից ելնելով է, որ նման գնահատականներ են տալիս եւ այդպիսով միջամտում են մեր գործերին։
Եվրոպական միությունը Հայաստանում մի շարք գործողություններ ու գործընթացների մեջ է ներգրավված, բայց այդ նպատակը այդ գործընթացների մեջ ներգրավելու հիմնական նպաստելն է Հայաստանի եւ Եվրոպայի միջև կնքված այդ համաձայնագրերում սահմանված նպատակներին հասնելու համար, հա, դրանք Հայաստանի հիմնական պայմանավորում են Հայաստանի զարգացումը, Եվրոպայի եւ Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցումը, կյանքի որակի բարելավումը, հա, եթե մենք խոսում ենք այդ ներգրավվածության մասին քաղաքական եւ քաղաքացիական process-ների մեջ, Եվրոպական միությունը հիմնականում ֆինանսավորում է կամ իր մի շարք գործիքակազմի միջոցով նպաստում է Հայաստանում գործընթացների բարելավմանը, հա, դրանք կարող են լինել քաղաքացիական հասարակության ներուժի զարգացումը, դրամական գրանտային միջոցների տրամադրումը, նաև ընտրական process-ների մասով Հայաստան ուղարկվում են դիտորդներ, սովորաբար ուղարկվում են այդ դիտորդները, ենթադրում են, որ 26-ին եւս կուղարկվեն այդ ընտրական process-ներին հետևելու եւ իրենց սեփական գնահատական այդ դիտորդների տեսածի վրա հիմնելու համար, այսինքն Եվրոպական միությունը ի տարբերություն, եթե մենք խոսում ենք Ռուսաստանի, ոչ թե աշխատում է տարբեր գործիքակազմով։ Սրանք իհարկե կարող են գնահատել որպես ազդեցություններ, բայց նպատակները դրա տարբեր են։ Եթե Ռուսաստանը փորձում է Հայաստանը պահել իր ազդեցության գոտում ու այստեղ նաև Ռուսաստանի եւ Հայաստանի հետ կապված հիմնական այդ ինքնիշխանության խոսակցությունն է, հա, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերվելիս, Եվրոպական միության հետ կապված Եվրոպական միությունը նպաստում է Հայաստանի զարգացմանը, չափանիշների համապատասխանեցմանը եւ միևնույն ժամանակ սա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքից նրանով, որ հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեծապես կողմ են Եվրոպական միության հետ ինտեգրացիային, ինչը այլևս չեն կարող ասել Ռուսաստանի հետ կապված։ Ռուսաստանի գործիքակազմը շատ ավելի կոշտ է, ռուսական ռոպագանդան շատ ավելի կոշտ մեթոդներով է աշխատում ու այստեղ շատ ակտիվ է նույն այդ ապատեգատվական, կեղծ նարատիվների տարածումը, հայկական իրականության մեջ սուտը, կեղծիքը եւ այլն, որոնք որ հատուկ են Ռուսաստանի պես ավտորիտար պետություններին։ Եվրոպական միությունը ավելի շատ փափուկ ուժի գործադրմամբ է աշխատում ու իմ կարծիքով հենց այստեղ է տարբերությունը Եվրոպական միության եւ Ռուսաստանի, բնականաբար երկուսի համար էլ Հայաստանը գտնվում է այս աշխարհաքաղաքական բախման կետում, հատկապես վերջին տարիներին շատ մեծացավ այդ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, հիմա նաև Ամերիկայի ներգրավվածությունն է, Միացյալ Նահանգների ներգրավվածությունն է մեծացել այստեղ ու բնականաբար սա Հայաստանի համար մեծ challenge է լինելու, փորձել մարտահրավեր է լինելու, փորձել հնարավորինս նվազեցնել այս ազդեցությունները կամ հասարակության կրթության մասին, որ խոսում ենք, այստեղ է ամենակարևոր հասարակությունը այս ազդեցությունների մեջ փորձի ճիշտ կողմնորոշվել, որովհետև այս ազդեցությունները միշտ լինելու են, մենք ինքներս պետք է մեր դիմադրողականությունը մեծացնենք։ Այո, շատ կարևոր է եւ հենց եկանք այն հարցին, որը որ ես տալիս եմ իմ բոլոր հյուրերին, եզրափակիչ հարց որպես, ինչ եք կարծում, ինչի պիտի մարդիկ գնան 2026 թվականին առհասարակ ընտրություններին, բայց հատկապես 2026 թվականին ընտրություններին մասնակցեն եւ քվեարկեն եւ ընտրեն իշխանություն։ Ինչի է դա կարևոր, կամ գուցե կարևոր չի, մենք միջև էլ խոսեցինք, որ դա իրավունք է, ոչ թե պարտականություն, իհարկե չընտրելն էլ է դիրքորոշում, բայց ինչ եք կարծում, այս 26 թվականի ընտրությունների դեպքում ինչ իրավիճակ ունենք։ Ես կարծում եմ, որ ընտրություններին չմասնակցելը եւս քաղաքական դիրքորոշման արտահայտություն է, բայց ընտրություններին չմասնակցելով մենք պետք է հասկանանք եւ իմաստավորենք ինչի չենք մասնակցում ընտրություններին։ Եվ պետք է գիտակցենք, եթե մենք չենք մասնակցում ընտրություններին, հետեւաբար մենք հնարավորություն ենք տալիս հասարակության փոքր խմբերին որոշումներ կայացնել մեր փոխարեն։ Եվ արդյոք մենք համաձայն ենք եւ համերաշխ ենք նրա հետ, որ հասարակության այդ փոքր խմբերը, որոնք նաեւ կարող են լինել հակաժողովրդավարական, մեր փոխարեն կատարեն ընտրություններ, որոնց հետ մենք հետագայում ապրելու ենք, հա, 5 տարի շարունակ, արդյոք սրա հետ մենք համերաշխ ենք։ Այ ընտրություններին չմասնակցելուց առաջ ինքներս մեզ այս հարցը պետք է տանք։ Ես սա կարևորում եմ նշել, որովհետեւ ես հասկանում եմ նաեւ այդ հոգնածությունը ժողովրդավարական եւ ընտրական process-ներից, հատկապես որ մարդիկ փորձում են նոր դեմքեր տեսնել, այլ ընտրանք գտնել եւ չեն կարողանում գտնել, բայց կարեւոր է նաեւ հետևանքների մասին եւս մտածել։ Ընտրական process-ները ժողովրդավարության ամենակարևոր
ինստիտուտներն են, սրա վրա է կառուցվում ժողովրդավարությունը եւ հենց սա երևի թե քիչ մնացած գործիքներից է ուղիղ ժողովրդավարության, որ հասարակությունները կարողանում են որևէ կերպ ազդել ընտրական process-ների վրա, նաեւ հաշվետվողականության կանչել իշխանություններին, որովհետեւ եթե մեզ դուր չեն գալիս իշխանության արածները, մենք իրենց չենք ընտրում ընտրությունների ընթացքում, կամ եթե մեզ դուր չեն գալիս այս կուսակցությունները, դուր են գալիս այս կուսակցությունները, մենք ընտրում ենք իրենց, սա նաեւ այդ հաշվետու լինելու կարևորագույն գործիք է ու հենց այս մտայնությամբ է կարևոր գնալ ընտրություններին ու կատարել այնպիսի ընտրություն, որը բխում է մեր սրտից, մտքից ու միևնույն ժամանակ ընտրական process-ներին մասնակցելով չսահմանափակվել միայն, որ սա համարելով մեր միակ ներգրավվածությունը քաղաքական process-ներին։ Քաղաքական process-ները, հատկապես երիտասարդների համար եմ սա կարևորում, նաև ենթադրում են այլ բաներ, լինել ակտիվ, խոսել մեր համար հետաքրքիր եւ կարևոր թեմաների մասին, մասնակցել մեր համայնքներում աշխատանքներին, կանոնավորական աշխատանքներ անել, այսինքն քաղաքականությունը, մեր ամբողջ կյանքը լցված է քաղաքականությամբ ու մեր ընտրությունները պայմանավորում են մեր հետագա կյանքը, ոչ միայն ընտրությունների օրը, այլ նաև դրանից առաջ եւ հետո ինչպես մենք կարողանանք մեր կամքը դրսևորել։ Շատ շնորհակալ եմ այս շատ կարևոր դիտարկումների համար եւ ամփոփման համար։ Շնորհակալ եմ ներից եւ հուսամ կհանդիպենք, շարունակենք քննարկել մեր ժողովրդավարության մարտահրավերները ընտրությունից հետո եւս։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։